Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում, իսկ դա նշանակում է, որ պետք է արթնանանք, մարսվենք, առողջ սնունդ, նախաճաշ, երեխաներին ճանապարհենք դպրոց ու ուշադիր լինենք, որովհետև այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր ու երաժշտական եթեր։ Այս պահին առաջարկում եմ մի լավ տեսահոլովակ, ուրախ ռիթմեր, որպեսզի արթնանանք միասին գնացինք։ Դե ինձ ելիներս կարծում եմ օրվա բոլոր գործերի մեջ անպայման չմոռանաք բարություն գործեք, իսկ բարությունն առհասարակ փոքրիկ գործերի մեջ է, չգիտեմ, փողոցն անցնելուց ինչ-որ մի տատիկի օգնեք, եթե զգում եք դրա կարիքը կա, որևէ մեկի տեղը երթուղայինում օրինակ ստացեք ու ասեք բարի օր, պարզապես ժպտացեք, այսինքն տարածեք յուրաքանչյուր վայրկյան բարություն, որովհետև իսկապես բարությունը կփրկի աշխարհը։ Շատ կարևոր է նաև լինել տեղեկացված, այդ իսկ պատճառով մենք ունենք հատուկ էջ, որ կոչվում է կատու տեղեկատու։ Տեսնենք, թե ինչ նորություններ կիմանանք այսօր գնացինք։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Գիտեք, որ ամենաթանկ թղթի կտորը, որը երբևէ վաճառվել է, հանդիսանում է Լեոնարդո դա Վինչիի ստորագրության պնամակը։ Այն վաճառվել է 2018 թվականին ավելի քան 30 միլիոն դոլարով։ Բարի լույս, այսօր մենք խոսելու ենք այն երևույթի մասին, որը տեսել եւ հիշել է ձեր բազմաթիվ սխալները։ Դարեր շարունակ մարդիկ ապրում էին առանց թղթի, եւ դա նրանց միանգամայն բավական էր թվում։ Տեղեկատվություն պահպանելու համար նրանք օգտագործում էին քարանձավի պատեր, կավե տախտակներ, պապիրուսներ եւ մագաղաթներ։ Առաջին հայացքից սա բավական էր թվում, բայց այս նյութերից ոչ մեկը պրակտիկ չէին օգտագործման համար։ Հին Չինաստանում մինչ թղթի հայտնագործումը մարդիկ գրում էին այն ամենի վրա, ինչ ձեռքի տակ էր՝ քարեր, բամբուկե հաբեր, իսկ էկզոտիկ սիրահարները նույնիսկ հրեայի պատյաններ էին օգտագործում։ Ամեն ինչ փոխվեց մեր թվարկությունից առաջ 105 թվականին, երբ Ցայլուն անունով կայսրական տան պաշտոնյան առաջ եկավ թղթի գաղափարով, բայց նրանք այն ժամանակ պատրաստում էին թուղթը բոլորովին այլ կերպ, քան հիմա։ Ծառերը գործնականում չէին օգտագործվել։ Աշխատողները հավաքում էին տարբեր հին լաթեր, կեղև կամ նույնիսկ ձկնորսական պարագաներ, այնուհետ մանրացում եւ մշակում էին այդ ամենը տաք ջրի մեջ։ Թրջված զանգվածը քսել են հատուկ հարտակի վրա, որն այնուհետև չորացրել են արևի տակ։ Արդյունքում նրանք ստանում էին բավականին հաստ եւ կոպիտ, բայց ամենակարևորը շատ ամուր թուղթ։ Դա անհավանական հայտնագործություն էր։ Թուղթն ակնթարթորեն դարձավ գրչության աշխարհի iPhone-ը։ Չինացի կայսրը գնահատեց գյուտը եւ Ցայլունին շնորհեց նախարարի պաշտոն, սակայն ճակատագրի հեգնանքով գյուտարարին հետագայում մեղադրեցին փաստաթղթերի կեղծման մեջ։ Բայց նույնիսկ Ցայլունի տխուր ճակատագիրը Չինաստանին չստիպեց մոռանալ նրա գյուտի մասին։ Պետությունն ակտիվորեն իր արխիվները փոխանցեց թղթին։ Դա նման էր թվայնացման ժամանակի գործընթացին։ Երկրորդ դարում թուղթն այլևս հազվագյուտ բան չէր։ Այն դուրս էր եկել պետական գրասենյակներից եւ դարձել էր արիստոկրատների գրասենյակների անբաժանելի մասը։ Տիպիկ չինացի ազնվականը պետք է աներևակայելի կրթված մարդ լիներ, սակայն ամենուր այդպես չէր։ Օրինակ Եվրոպայում զինվորականները պաշտոնյաների համեմատ միշտ ավելի բարձր դիրք են գրավել։ Չինաստանում ընդհակառակը կարծում էին, որ զինվորականը գիտնական կամ պաշտոնյա դառնալու բանականություն չունեցող մարդ էր։ Թուղթը արագ ինտեգրվեց ասիական վարվելակարգի եւ ավանդույթների բարդ համակարգի մեջ։ Այնուամենայնիվ ոչ միայն էլիտայի անդամները կարող էին իրենց թույլ տալ վայելել թղթի գեղեցկությունը։ Մի քանի դար անց սովորական մարդիկ նույնպես կարող են իրենց թույլ տալ այս զարմանալի նյութը։ Թղթից սկսեցին պատրաստել գլխարկներ, տարատեսակ հագուստ, ինչպես նաև հայտնի չինական օդապարիկներն ու լապտերները։ Այսօր չինական նոր տարին առանց այս վառ ատրիբուտների հնարավոր չի պատկերացնել։ 9-րդ դարում Չինաստանն արդեն օգտագործում էր թղթադրամ առօրյա առևտրում։ Մարկո Պոլոն այս միտքը խելահեղ էր համարում։ Այնուամենայնիվ նա ոչ միայն խելահեղ էր, այլև աներևակայելի նորարար։ 12-րդ դարում չինացիները ներմուծեցին արծաթե ստանդարտ, որը հավասարեցրեց թղթադրամը 50 ունցիա արծաթին։ Եվրոպացիները դրան հասան միայն 18-րդ դարում։
բայց ամենակարևորն այն էր, որ չինացիներն իհարկե չէին ցանկացել կիսվել իրենց գաղտնիքներով։ Թուղթը արտահանման կարևոր ապրանք էր, այն մեծ գումարներով վաճառվում էր հարևան երկրներին, փոխանակվում գործվածքների եւ մետաղների հետ։ Ամեն ինչ փոխվեց 7-րդ դարում, երբ բուդդայական վանական Դան Հոն անունով հայտնի ճապոնացին թղթագործության գաղտնիքը տարավ Ճապոնիա։ Սա թերևս պատմության մեջ արդյունաբերական լրտեսության ամենակարևոր գործողություններից մեկն էր։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ ճապոնացիները փոխեցին իրենց կյանքը անցնելով թղթին։ Ճապոնական թղթի տեսակը պարզվեց, որ աներևակայելի ամուր է։ Դրանից ոչ միայն սովորական իրեր էին պատրաստում, այլ նաև զրահներ էին պատրաստում եւ նույնիսկ կառուցում տներ։ Զարմանալի չէ, որ օրիգամի թղթե ֆիգուրաները ծալելու արվեստը ծագել է հենց Ճապոնիայում։ 9-րդ դարի սկզբին արաբական խալիֆատը մշակութային վերելք ապրեց։ Արաբներին բնորոշ հին ցեղային ավանդույթները աստիճանաբար փոխվեցին հարուստ մշակույթով եւ քաղաքակրթությամբ։ Պարսկական դինաստիաների վիզիրների ղեկավարությամբ մշակույթը, գրականությունն ու գիտությունը դարձել են հարգված զբաղմունքներ։ Հենց այս դարաշրջանում ճակատագիրը խալիֆատությանը անսպասելի նվեր է մատուցել։ 751 թվականին արաբ մարտիկները ջախջախեցին եւ գերեցին չինական էքսպեդիցիոն ուժերին։ Բանտարկյալների թվում կային հմուտ արհեստավորներ եւ մինչ այսօր հայտնի չէ նրանք բռնվել են սպառնալիքի տակ, թե կամավոր են բացահայտել թղթի արտադրության գաղտնիքները։ Պատահական է թե ոչ, իսլամի ոսկե դարաշրջանը սկսվեց արաբների կողմից թուղթ ձեռք բերելուց գրեթե անմիջապես հետո։ Լեգենդար Հարուն ալ-Ռաշիդին կարողացավ գնահատել Չինաստանում ստեղծված այս զարմանահրաշ գյուտի ողջ արժեքը եւ հրամայեց բոլոր փաստաթղթերն ու գրադարաններն պապիրոսից եւ մագաղաթներից թղթի վրա տեղափոխել ամբողջ կայսրությունում։ Թղթի արտադրության կենտրոններ ստեղծվեցին Սամարկանդում, Բաղդադում եւ Դամասկում, որոնց շուրջ աճեցին առանձին գյուղական համայնքներ։ Փոփոխությունների է ենթարկվել նաեւ թղթի արտադրության մեթոդը։ Արաբները սկսեցին օգտագործել ոչ թե պատահական լաթեր եւ ձկնորսական ցանցեր, այլ բացառապես կանեփ։ Հետաքրքիր է, որ մինչև 19-րդ դարի վերջ եվրոպացիները վստահ էին, որ արաբական թուղթը պատրաստված է բամբակից։ Դա պայմանավորված էր նրանով, որ արաբական արտադրանքն ուներ սպիտակ եւ մի փոքր փափկամած տեսք։ 9-րդ դարի վերջում թուղթը վերջնականապես փոխարինեց իր բոլոր մրցակիցներին, հատկապես գրչության բնագավառում։ Պապիրուսի հրաժարումը զգալի ազդեցություն ունեցավ Հռոմի պապի գրասենյակի վրա։ Այս նյութի վրա գրված էին բոլոր փաստաթղթերը եւ ոչ ոք չէր ցանկանում ճանաչել այս հետանոսական նորարարությունը։ Ինչ վերաբերվում է արաբական աշխարհին, ապա թուղթը դարձավ իսլամական գիտության ցակման խթան։ Ալ-Խարեզմին ստեղծեց հանրահաշիվը, Իբն Հայամը ստեղծեց քիմիան, իսկ Այլ-Հայսամը դարձավ ժամանակակից օպտիկայի հիմնադիրը։ Իսլամական աշխարհում գրագիտությունը արագորեն աճեց, քանի որ յուրաքանչյուր մահմեդական պարտավոր էր իմանալ Ղուրան սուրբ գիրքը։ Բաղդադում բացվել է իմաստության տունը, աշխարհի առաջին համալսարաններից մեկը։ Դա տեղի է ունեցել Օքսֆորդի հիմնադրումից գրեթե 300 տարի առաջ։ Այնուամենայնիվ դարաշրջանի ավարտը եկավ խաչակրաց արշավների պատճառով։ Բաղդադը գրեթե ամբողջությամբ ավերվեց եւ իմաստության տունը իր բոլոր թղթե գրքերով այրվեց հրդեհի մեջ։ 12-րդ դարում Իսպանիայի ժամանակակից Վալենսիայի տարածքում մահմեդական համայնքին պատկանող մավրերը հիմնել են առաջին թղթի գործարանը։ Բրիտանիայում թղթի որակը վստահություն չէր ներշնչում եւ խորհրդարանը ի վերջո վերադարձավ մագաղաթի օգտագործման։ Այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս։ Մեծ Բրիտանիան մինչ օրս կանոնակարգերը թողարկվում են բացառապես մագաղաթի վրա։ Ամեն ինչ փոխվեց իտալացիների շնորհիվ, ովքեր հասկացան, որ ինչ-որ բան այն չի թղթի արտադրության տեխնոլոգիայի հետ եւ որոշեցին բարելավել այն։ Ֆաբրիոն քաղաքում թղթի արտադրությանը սկսեցին վերաբերվել որպես իսկական արվեստի։ Նրանք հասկացան, որ մարդիկ թղթի տարբեր ձևաչափերի կարիքներ ունեն եւ սկսեցին շուկային առաջարկել ամեն ճաշակի տարբերակներ եւ վերջապես օսլան փոխարինեցին ժելատինով։ Ի տարբերություն օսլային, նոր թուղթը դարձավ շատ դիմացկուն։ Բաղադրամասի փոփոխությունը թույլ տվեց թղթին զբաղեցնել իր արժանի տեղը, փոխարինելով պապիրոսին եւ մագաղաթին։ Ավելի էժան եւ մատչելի թուղթը սկսեց փոխարինել թանկարժեք մագաղաթին։ Սա պարզապես խոսքեր չէ, այլ կարևոր է հասկանալու համար, թե որքան թանկ է եղել մագաղաթը։ Հիշեցնեմ, որ այն պատրաստվել է հորթի կաշվից։ Օրինակ 300 էջանոց գիրք ստեղծելու համար անհրաժեշտ էր մորթել 70-ից 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Թղթի շնորհիվ միապետը կարող էր կառավարել պետությունը առանց գահից հեռանալու։ Նա կարող էր հրամանագիր արձակել եւ ուղարկել իր այլ վստահելի պաշտոնյաներին եւ չինովնիկներին։ Սա միասնական տարածություն էր ստեղծում պետության ներսում։ Յուրաքանչյուրը ով ունի թուղթ, որտեղ գրված է, թե ինչ է կարելի, իսկ ինչ չի կարելի։ Առաջին պլան դուրս եկավ օրենքը։ Թուղթը փաստորեն հիմք դարձավ ժամանակակից հասարակության ստեղծման համար։ Ֆեոդալական եւ ցեղային կարգերը փոխարինվեցին նոր ժամանակների խիստ կանոններով, որոնք արմատապես փոխեցին ֆինանսական համակարգը, պետական կառավարումը եւ նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքը։ Ի վերջո թուղթը անկիրթ աշխարհականին լիարժեք քաղաքացի դարձավ։ 15-րդ դարում Յոհաննես Գուտենբերգը ստեղծեց տպագրական մեքենան, ինչը իսկական հեղափոխություն էր գրչության աշխարհում։ Այս իրադրությունը փոխեց Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի պատմությունը, նշանավորելով ռեֆորմացիայի սկիզբը։ Մինչ տպագրության ի հայտ գալը գաղափարները տարածվում էին հիմնականում ռետորության եւ բանավոր խոսքի միջոցով։ Դանիել Դեֆոն գրել է, որ քարոզը կոչ է փոքր թվով մարդկանց համար, իսկ գրքերը խոսում են ամբողջ աշխարհի հետ։ Սա շատ ճշգրիտ սահմանում է։ Պատահական
ինչը որ 16-րդ դարի տպարանը հաճախ համեմատում են ժամանակակից համացանցի հետ։ Խոսելով տպագրական հեղափոխության մասին պետք է նշել քաղաքական հեղափոխության հանգեցրած թեման՝ զանգվածային քարոզչության ծնունդը։ Տպագրական մեքենայի շնորհիվ բնակչության գրագիտության մակարդակը կտրուկ աճեց։ Օրինակ Ֆրանսիայում 1770 թվականին բանվորների եւ ծառայողների 40%-ը առնվազն մեկ գիրք ուներ։ Եթե նախկինում գրքերը հիմնականում էլիտայի համար նախատեսված զվարճանք էին, ապա թերթերը տարածվեցին ամբողջ աշխարհում։ Կարելի ասել թերթը դարձավ ժամանակակից սոցիալական ցանցերի եւ հարթակների նախատիպը։ Ալեքսանդր Դյումայի թերթերը նույնպես տպագրվում էին թերթերում, եւ սա դարձավ նրա անճարեղ կարիերայի հիմքը։ Նրա վեպերը նման էին ժամանակակից սերիալների։ Գլուխները ավարտվում էին ամենահետաքրքիր պահին, եւ ընթերցողները հավաքվելով սրճարաններում քննարկում էին կարդացածը, փորձելով գուշակել, թե ինչ կլինի հաջորդ համարում։ Թղթի արտադրությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ։ Վերջին 40 տարիների ընթացքում համաշխարհային թղթի սպառումը քառապատկվել է։ Թուղթը դարեր շարունակ եղել է մեր պատմության անբաժան մասը, բայց ժամանակները փոխվում են։ Մենք հեռանում ենք նյութականից, անցնելով թվային աշխարհ։ Սակայն կարևորն այն չէ, թե որտեղ եւ ինչպես է պահպանվում մեր գիտելիքները, այլ այն, թե արդյոք մենք շարունակում ենք այն փնտրել, կարդալ եւ փոխանցել ապագա սերունդներին։ Թուղթը կարող է անհետանալ, բայց մարդկային միտքը միշտ կգտնի ձևեր իր գաղափարները տարածելու համար։ Եվ հենց դա է իսկական ժառանգությունը։ Մենք ծանոթ ենք վաղուց, քեզ մանկուց նկատել էինք սիրած փողոցում ակրավներն է պատելի վերնամաս։ Հասակով արդեն մեծ էին, բայց ես այն վրաս ու չանցած են շալելի մասը։ Դու կանգնած ես հապաղ, կապված ես ակավ, շատ են ամրոտ լարելով։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Դե ինչպես եւ խոստացել էի սիրելի արուստայտողներ, այսօր երաժշտական եթեր ենք ունենալու, հրաշալի նորություն ունեմ ձեզ հայտնելու։ Ապրիլի 4-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի Հայաստանի ակունք պետական ազգագրական համույթի հայկական էթնոգրաֆիա նոր համերգային ծրագիրը։ Այս առիթով մենք ունենք հրաշալի հյուրեր, ում շտապում եմ ներկայացնել։ Եվ այսպես մեր հյուրերն են Հայաստանի ակունք ազգագրական համույթի մեներկչուհի Նարինե Զաքարյանը եւ համույթի ադմինիստրատոր Տաթևիկ Գևորգյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ եմ, որ օրդ բարի շրջանակներում այս առավոտ եկել եք մեզ հյուր, ինչպես եք։ Մենք էլ ենք շատ ուրախ։ Շատ լավ։ Իդեպ օրդ բարիում, քանի որ սկսում ենք առավոտը միասին, հետաքրքիր է սուրճ, թեյ, որն է ձեր նախընտրությունը։ Սուրճ։ Դուք սուրճ, դուք թեյ։ Իսկ առհասարակ առավոտյան շուտ եք արթնանում, թե այսօր հատուկ եթերի։ Այսօր հատուկ։ Ստեղծագործ մարդիկ Դժվար է ինձ համար առավոտյան արթնանալը։ Արթնանալն է, որտեվ երեկոյան նաև կարծում եմ աշխատում եք եւ ստեղծագործում։ Եկեք գանք այս լավ նորությանը, առիթին ինչ է սպասվում առհասարակ ապրիլի 4-ին, ու եթե հնարավոր է ժամանակը հետնանք մեքենայով ու գանք ակունքներ, հա, սկիզբ։ 2023 թվականին ստեղծվեց ժողովրդական երկու ազգային կենտրոնը, կենտրոնի տնօրենն է Արմեն Սարգսյանը, կենտրոնը իր հովանու ներքո իր հովանավորության շուրջ հավաքեց պետական կոլեկտիվներին, որոնք սկսեցին իրենց ստեղծագործական բուրըն գործունեությունը։ Կենտրոնի շուրջ հավաքվեց Հայաստանի բարի պետական անսամբլը, Ալթունյան պետական անսամբլը, Բարեկամություն պետական անսամբլը, Ակունք ազգագրական պետական անսամբլը եւ ազգային նվագարանները։ Իրանք ես նույնպես Ալթունյան պետական անսամբլում եմ աշխատել, երկար տարիներ, շուրջ 20 տարի մենապարուհի եմ եղել, այս տարի հրաժեշտ տվի բեմական գործունեություն Դժվար չէր։ Դժվար էր, բայց Ակունք մեծ անսամբլը ինձ այնպես ընդունեց, մեծ ընտանիքը, որ ես այդ դժվարությունը չզգացի բաժանումը։ Եվ տեղափոխվեցի Ակունք ազգագրական համույթ որպես ադմինիստրատոր
Եվ ասեմ, ակունքը մաքրեմաքուր մեր հայկական գոհարներն է ներկայացնում մեր հայ հանդիսատեսին, կարող են ծանոթանալ միայն մեր մաքրեմաքուր ազգայինին, ազգային երաժշտությանը, երկու պարին։ Տեսեք, այստեղ ասում է, որ հայկական էթնոգրաֆիա բոլորովին նոր համերգային ծրագիր է, հա, ինչով է տարբերվում նախորդ համերգային ծրագրերից, ինչ եք ներառել, ինչ է տալու այս համերգը մեր դիտողներին։ Բոլորովին նոր ծրագիր չի, ուղղակի ավելի շատ ենք ընդգրկել ավելի հին գործերը։ Չբացահայտված երևի թե։ Մարոյի դրած գործերն ենք ավելի շատ փորձել ներառել, ավելի վաղուց չպարված բարեր, այդպիսի բան։ Մի քիչ կպատմեք առօրյայից ինչպես են անցնում փորձերը առհասարակ, ով է որոշում ինչ նյութեր ընդգրկել, ավելացնել։ Հիմնականում Արտուր Շահնազարյանը, մեր ղեկավարը, եւ մեր երաժշտական մասի ղեկավար Գագիկ Քոչարյանը, իրենք են ավելի շատ ծրագրին կազմելու մասնակցում։ Իհարկե մենք էլ ենք երբեմն մեր կարծիքը հայտնում, այդպես է։ Քանի տարի է որ ակունքում եք եւ ինչ է ձեզ համար առհասարակ ակունքը։ 83 թվականից եմ ակունքում, 42 տարի։ Ակունքը կյանքը, սերը, գաղափարախոսությունը, հայրենասիրությունը, ամեն ինչ ակունքը։ Ակունքը այնա, որ մեզ սնում է, դաստիարակում է եւ պետք է սնի ու դաստիարակի։ Նաեւ անհրաժեշտ է, որ հենց այսօրվա երիտասարդությանը դա առնչվի ավելի շատ։ Իսկապես շատ արդիական թեմա է, հաճախ ենք լսում, որ ասում են մենք պետք է վերադառնանք մեր ակունքներին, մենք պետք է չմոռանանք ով ենք, մենք գնանք դեպի մեր արմատները, որովհետև մոռանալով անցյալը չես կարող կառուցել ճիշտ ապագա։ Այս պարագայում ակունքը հենց գալիս է այդ կարծրատիպերը կոտրելու եւ մեզ հիշեցնելու, թե ով ենք մենք։ Ինչպիսին է հանդիսատեսը այսօր, երիտասարդները գալիս են։ Այ ինձ հետաքրքիր, որ եկեք խնդիրներից էլ խոսենք։ Գալիս են, ավելի շատ Թե ավելի շատ տարիքով մարդիկ ովքեր գիտեն, տարիք ենք տեսնում դահլիճում, բայց հիմա երիտասարդները ավելի շատ են գալիս, քան թե ասենք մի 10 տարի առաջ։ Հաստատ։ Իսկ ինչն է ձեզ զայրացնում այսօր ասպարեզում, որ կցանկանաք փոխել նաև նմանատիպ համերգների միջոցով։ Ավելի շատ լուսաբանվի մեր ազգային երկու պարը, ավելի շատ հասանելի լինի եկող մատաղ սերունդին, որ իրանք ավելի խորքից ուսումնասիրեն, չհեռանան մեր ակունքներից, չէ որ դա է մեր հայի պատկերը, հայի գենը։ Եթե մենք դա կորցնենք, շատ ցավալի հետևանքներ կունենանք։ Ավելի շատ հենց դպրոցներից սկսած պետքա մեր եկող սերունդը, մատաղ սերունդը հասանելի լինի, որ մատաղ սերունդին հասանելի լինի մեր իրական ազգային մաքրամաքուր երգը ու ծանոթների այդ որ գալիս է հենց ակունքներից է։ Եթե ազգը ինձ թվում է, եթե յուրաքանչյուր ազգ, ով իր արժև դրել է այդ հարատևելու, գոյատևելու խնդիրը, պետք է նախ եւ առաջ պատմությանը եւ մշակույթին տիրություն անի, տեր կանգնի եւ հատկապես մշակույթի այդ շերտին, այդ արվեստին, էթնոգրաֆիկ արվեստին, որովհետեւ մենք շատ ենք շրջել ամբողջ աշխարհում եւ այդ տեսնում ես ուղղակի, որ միայն դրանով դու կարող ես քո տեսակը, քո ազգի նկարագիրը ամբողջովին միայն այդ արվեստով կարող ես դու ցույց տալ աշխարհին եւ քո տեղը աշխարհում գրավել։ Անշուշտ մշակույթը առաջնային ու շատ կարևոր դերակատարում ունի։ Այո, եւ իսկապես հատկապես այդ էթնոգրաֆիկ, եթե տեսնեք ոնց են օտարազգիները ինչ ուշադրությամբ, ինչ հաճույքով են փորձում լսել, անցալել այդ արվեստը, որովհետեւ ոնց որ այդ արվեստով փորձեն հասկանալ այդ ազգի տեսակը, այդ նկարագիրը ամբողջովին։ Ես վստահ եմ, որ եթե լեզուն անգամ չեն հասկանում, հետո մոտենում են, ասում են որտեղից եք եւ իմանում են
բայց հասկացել են ինչի մասին է երգը։ Այո։ Շատ ա եղել այս դեպքեր։ Որովհետև երգը ունի յուրահատուկ խոսք ու ոգի, որ կարող է առանց լեզուել հասցնել։ Սա իհարկե օտարազգի մարդկանց մասին, իսկ մեր հանդիսատեսի Սփյուռքի մասին ինչ կասեք, որովհետև վստահ եմ, որ եթե շրջել եք, Սփյուռքը մեր հայերը կարոտ են, չէ՞։ Ինչքան որ մենք ենք շփվել, շատ կարոտ են, շատ։ Ու հենց այս արվեստին շատ են սիրում, շատ են գնահատում։ Իսկ բացի ապրիլի 4-ին նախատեսված համերգից լինելու է արդյոք յուրախաղ մեր մարզերի համար, օրինակ մարզկենտրոն։ Անցած տարի շատ բուրըն մարզային համերգներ են ունեցել, շատ։ Եվ նենց ջերմությամբ, նենց սիրով էր անցնում եւ մեր կողմից եւ իրենց ոնց որ կարոտել ենքան մենք համ իրենք առաջ շատ ենք մենք մարզերում լինում, այս վերջի շրջանում այդքան չէ, բայց անցած տարի շատ բուրըն։ Համարյա բոլոր մարզերում եղել ենք մարզեր կան, որ մի քանի անգամ։ Ոնց էին դիմավորում։ Շատ լավ, հրաշալի, աշակերտներ, երեխաներ, ուսուցիչներ նենց էին կարոտած, որ ասում էին երբ եք էլի գալու, այդ հենց այս տարի էլ ենք շատ ունենալու մարզային, չէ՞ կարծում եմ։ Այո, մարզային եւ արտերկրում արդեն։ Եվ նաեւ հյուրախաղեր նախատեսվում են այս համերգային ծրագրում։ հույս ունենանք, որ կլինի աշնանը հյուրախաղեր կունենանք։ Հյուրախաղերով մեկնելու են Կանադա։ Հրաշալի։ Անշուշտ շատ կարևոր է նաև տարբեր երկրներում ներկայացնել մեր հայերը շատ ունեն դրա կարիքը։ Տարբեր երաժշտություններ դե բոլորս էլ գիտենք, գնում են, կարողանում են, բայց այս արվեստը շատ կարիք ունեն այս արվեստի մարդը։ Երբ ես ասում եմ ինչն է զայրացնում, նաև այդ մասով է ասում, որովհետև իսկապես այսօր մի քիչ խառնվել է իրար ամեն բան եւ այդ տարանջատելը դժվար է, որովհետև ականջը տանդաթար լսում է տարբեր ելևէջներ, չգիտես սա մերն է, թե չասեմ, դրա համար շատ կարևոր է, որ իսկապես ձեր համերգներին ներկա լինեն։ Վստահ եմ այսօր հանդիսատեսը ու հեռուստատիտողը ասում է, որտեղից ձեռք բերենք տոմսերը։ Խնդրում եմ սա էլ հուշեք։ Տոմսարկղերում մեր օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղ.am-ում կարող են։ Իսկ հենց Առնո Բաբաջանյան համերգացրայի տոմսարկղում նույնպես կա։ Այո։ Կարող են ձեռք բերել։ Եվ քանի որ նշեցինք, որ շատ կարևոր է որ այսօրվա սերունդը իմանա, ճանաչի ու առնչվի։ Ինչպես գիտենք, բոլորն այսօր հեռախոսների մեջ են, հատկապես մեր երիտասարդները, փաստից այն կողմ չեն գնա, եւ Instagram-յան հարթակ, Facebook-յան հարթակ եւ այլն, որքանով եք դուք ակտիվ։ Մենք բավականին ակտիվ ենք, հենց նույն մեր ժողովրդական երկուպարի ազգային կենտրոնը։ Եկեք հենց AG անվանումը ասենք, որպեսզի կարողանան նաև այդպես ժողովրդական երկուպարի ազգային կենտրոն։ Ինքը բավականին մեծ ռոպագանդա արվում բոլոր պետական կոլեկտիվներին, որտեղ որ ես թվարկեցի, բոլորի մասին, նույնիսկ բոլոր ինքնակենսագրականները, անսամբլի պատմությունները, անսամբլի արտիստների ինքնակենսագրականները, համերգները, հարթակը շատ ակտիվ է։ Եթերները բավականին ակտիվ են։ Ամեն համերգից առաջ անսամբլները գնում են եթերների։ Այսինքն ամեն ինչ արվում է որպեսզի լուսաբանվի այդ խնդիրը ակտիվ լուսաբանվում է։ Քան կարելի ասել նախկինում։ Դուք գոհ եք ոնց հասկացա, ամեն ինչ լավ է։ Մենք համենայնպես լավ ենք զգում ենք այդ տանիքի տակ։ Ինչ եք ակնկալում ապրիլի 4-ից։ Ապրիլի 4-ին դելիքը դահլիճ։ Դեպրեցին դահլիճ։ Հանդիսատես։ Լավ էներգիա։ Լավ կլինի։ Դե ինչ, սիրելի երթայտող, ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել, ապրիլի 4-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի Հայաստանի ակունք պետական ազգագրական համույթի հայկական էթնոգրաֆիա նոր համերգային ծրագիրը։ Համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսը նորովի կբացահայտի հայոց ազգագրությունը, մեր ժողովրդի նյութական ու հոգեվոր մշակույթները, կենցաղը, սովորույթները, ազգային առանձնահատկություններն ու երաժշտությունը։ Հիշեցնեմ նաեւ, որ համույթի երաժշտական ղեկավարն է Արտուր Շահնազարյանը ու վստահ եմ, որ ձեզ համար հրաշալի երեկո է մշակված, մնում է միայն ձեռք բերել տոմսեր, գնալ, առնչվել, լսել, վերհիշել, եթե այդ սերնդից եք, իսկ եթե ոչ, տանել ձեր երեխաներին, որպեսզի նրանք արդեն իսկ այս տարիքում առնչվեն իրական մաքրամաքուր էթնոերաժշտության հետ, մեր ազգայինի հետ, որը իսկապես շատ կարևոր է։ Ձեզ անչափ շնորհակալ եմ, որ այս առավոտ եկաք, որպես վերջաբար միայն ցանկանում եմ հաջողություններ
լեցուն դահլիճներ ու ամենակարևորը թող այսպես ակտիվ գործունեությունը շարունակվի, լսենք նաև հյուրախաղերի մասին ու սիրով լուսաբանենք։ Շնորհակալ ենք շատ։ Սիրով Ձեր օրը սպասում թող ենք բարի լինի։ Շնորհակալ ենք ձերն էլ։ Շնորհակալություն, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ես ձեզ մաղթում եմ հաջողություն եւ թողնում տեսահոլովակ։ Մնացեք բարով, ձեզ հետ է Անահիտ Կիրակոսյանը։